Բարևում եմ ձեզ, էլի ես նորից եթեր եմ դուրս գալիս, որոշ բաների մասին ուզում եմ խոսեմ, իհարկե դուք գիտեք ինչի մասին եմ խոսալու, խաղաղության պայմանագիրը չի կնքում ձգձգելով բերում եք, այսօր ես կարդացա իբրև Եվրամիության խաղաղասեր չգիտեմ ոնց են անվանում, Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքն են դիտում, կարծում եք լավ բան է, հա, բերեք այսպես ասենք, որևէ մեկը հերվից ձեր տան մեջ, ձեր տունն է նայում, ձեր դուրը կգա, հիմա ես ձեզ ինչ եմ ասում, եթե հանկարծ, որևէ մի խախտում եղավ բան, այս կողմ, այն կողմ, առաջին հերթում այդ խաղաղ իբրև ճակերտների մեջ, այդ խաղաղության անդամների բոլորը պետք է ոչնչացվեն, ինչ եք նայում, ինչ եք կորցրել, Ադրբեջանի տարածքում ինչ եք կորցրել, ասող լինի, գնում գալիս նայում են, ինչա դուք չգիտեք, տիեզերքից ամեն ինչ երևում է, չէ, բա ինչա բերել գցել եք սահմանը մեկ, նայում են, դիտում են, ինչ եք անի, նրանով ինչ եք ուզում ասեք, առնվազն բերեք ճիշտը խոսենք, անդաստիարակություն է դա, ես այդպես եմ համարում, և իհարկե արդեն ես քանի անգամներ ա որ ես ելույթ եմ ունենում, խաղաղություն եմ ցանկանում Ադրբեջանի Հայաստանի միջև, անցյալում ասել եմ, հիմա էլ եմ ասում, այդ անդրկովկասյան տարածքի ուզում ղեկավարին նրանք թափվել են Հայաստանի վրա, թե Ռուսաստանից, թե Ամերիկայից, թե Ֆրանսիայից, չգիտեմ, ապագայում վրցնեն Հայաստանի միջոցով անդրկովկասյան այդ հանրապետությունները իշխանություն ցուցաբերեն, բայց չի ստացվի, ես եմ ասում ձեզ, չի ստացվի, և ցեղասպանության մասին եմ ուզում խոսել, պարոն Փաշինյանը որոշ բան էլ ասել է և ճիշտ ասել, այ հիմա 15-18 թվականներում ես թերթեցի, նայեցի, ուրեմն 22 հատ նախարար է աշխատել հայ ազգությամբ Թուրքիայում, 10-ից 12 դեսպան է աշխատել, եթե թուրքերը հայասեր չլիներ, 22 հատ նախարար կլիներ, Հայաստանը մի հատ ադրբեջանցի նախարար եղել է, ոչ չեղել, չի լինել սրանից հետո, 100-ից 100 եմ ասում, ուրեմն 15-18 թվականներում ես եկա այդ մտքին, որ ռուսների հրահրումով անգլիացիք, ֆրանսիացիք, ամերիկացիք վրցրել են, որ Թուրքիան բաժանվի, ոչնչացնեն Թուրքիային, ինչ անենք, հայերին հրահրենք թող առանձին պետություն լինեն, Թուրքիային վրցնենք, թող ընդհանրապես իրապետությունը թող կորցնի, և սկսել են, հայերը սկսել են, և Աբդուլհամիդն էլ, գիտեմ, կարդացած կլինեք, իհարկե կարդացած կլինեք, հրաման է կնքում, որ բոլոր ազգերից թող պատերազմում մասնակցեն, հայերը հրաժարվել են, հայերը չեն գնացել, և այդ միջոցում սկսել են արդեն այստեղ թուրքերի ջարդը, հիմա ասում եք հայերը այսքան ցեղասպանություն եղել, բայց հայերի կողմից ինչքան թուրք է սպանվել, 2,5 միլիոն թուրք է սպանվել, ուրեմն սա ցեղասպանություն չի հաշվում, հայերից, իհարկե ոչ հայերի զոհն եմ ուզում, ոչ էլ թուրքերի զոհն եմ ուզում, պետք է շեշտեմ, բայց ձեր արածն էլ ասեք, Լևոն Մինասյան էր, թե ինչ էր, այդ վրացի բլոգերի հետ Խոջալի մասին խոսում է, ասում է, թե Խոջալի ցեղասպանությունը ռուսերեն էր ասում, это рук моих дел, это дело моих рук, պատկերացնում եք ինչի ասում, բայց դուք այդ ցեղասպանությունը չեք ընդունում, մոտ 5000 մարդ է սպանվել, ուրեմն Խոջալի ցեղասպանություն չի եղել,
Բայց Լեռնային Ղարաբաղից հայերը իրենց սեփական կամքով գնացին, ոչ մարդ էլ չսպանվեց, չզոհվեց։ Էլի սկսում է Լեռնային Ղարաբաղ, արդեն այս հարցը վերջացրեք, այդ նման հարց չկա։ Մեր սիրելի պարոն Իլհամ Ալիևը, մեր նախագահը, ճիշտ որոշում կայացրեց։ Արդեն Լեռնային Ղարաբաղում Խանքանդի մի քանի հայ ընտանիք մնացել, թող մնան ապրեն։ Ամեն ինչով էլ ապահով է։ Բայց հայերը վերադարձը չի լինելու։ Ինչի չի լինելու։ Դոտող ադրբեջանցիներն արևմտյան Ադրբեջան վերադառնան։ Հայաստան Ադրբեջանի տարածքում է կազմավորվել։ Թուրքիային համոզել են, մնացած ուրեմն Ամերիկան, Անգլիան, Ֆրանսիան հայկական պետություն են ստեղծել, որտեղ Ադրբեջանի տարածքում։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի, առաջներում եմ ես հարց տվել։ Հայաստանի, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ հայկական մի հուշարձան, պատմական հուշարձան, որևէ մի բան կա, չկա, չի եղել։ Էրեբունի են ֆրցնում 2750 տարի մեր թվարկությունից առաջ, ես չգիտեմ ինչ եղել։ Անցյալում էլ մի քանի օր կլինի, մի հայ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորին եմ լսում։ Ասում է, թե դա Շուշա չի, Շուշի է, Շուշի է սոսի ինչ որ ծառ կա, այդ ծառի անունով, ուրեմն մեր թվարկությունից 8000-10000 տարի սրանից առաջ այդ քաղաքը ուրեմն հայերը ապրել են եւ այլ։ Այդ քաղաքը Փանհալի խանը 1748 թվականում է հիմնավորել։ Հիմնադիրը այդ մարդն է, Փանհալի խանն է։ Ուրեմն մեր թվարկությունից 8000-10000 տարի սրանից առաջ, այդ նաշեն 10000 տարի սրանից առաջ երկրագունդը չէր ստեղծվել, 10000 տարի սրանից առաջ։ Եվ մի բան էլ ասեց, կա YouTube-ում կա, YouTube-յան ալիքում կա, կարող եք բացել նայեք, ոչ մի այնտեղ բան չկա, ասում է, թե մենք հայերս գիտեք, ուրեմն Աստվածը առաջին հերթում հայերին է երկրագունդ բերել, հետո հայերից ինչ ասել է, այդ եմ ասում, ես ինձանից ոչինչ չեմ հորինում, հայերից հետո կապիկներն են ծագել հայերից, հետո կապիկներից մյուս ազգություններն են ծագել, ինչ խայտարակություն է, պատմության գիտությունների դոկտոր պրոֆեսորը, հլա սրա խոսելու ձևն նայեք, ամենա ինձ ազդող բանը գիտեք ինչա, որևէ մի հայ սրան չի ասել, կոմենտներում չի գրել, որ այ եկա մարդ ես, չես ամանչում, գետնի չես մտնում, ինչ կապիկ մապիկ ես գցել, ես ամանչում եմ այդ խոսքերից ձեզ այստեղ, որ կրկնում եմ, ես ինձ մեծ ամանչում եմ, հայերին նման բան ասել չի կարելի, ամոթ է, անհնարին է, լավ չի, հիմա էլ Փաշինյանի այդ սպանության մասին ես Փաշինյանի կողմնակիցն եմ, իհարկե, գիտեմ ասիլ թե դա էլ թուրքահես է, ոչ մի թուրք բան չի, հայերի համար էլ աշխատում այդ մարդը։ Մի հատ բերեք համ Թուրքիան, համ Հայաստանը, բերեք արխիվները բացարեք, պատմաբանները թող նստեն, վերլուծեն, տեսնենք ինչ կա, ոնց եղել, ոնց չի եղել։ Վերջ տվեք, վերջ տանք այս հարցերին։ Հիմա հայերի Լեռնային Ղարաբաղից ցեղասպանություն, մի հատ հայ չի զոհվել, ցեղասպանություն են անվանում, այդ ոնց է։ Խոջալիմ 5000 մարդ զոհվել, դա ցեղասպանություն չի, բայց Լեռնային Ղարաբաղից մի հոգի չի սպանվել, այդպես էլ ցեղասպանություն եք անվանում։ Անցյալում ասել եմ, էլի եմ կրկնում ես, Քոչարյանի մասին եմ ուզում խոսել, դա իրանց բարբարով ասել էր, որ Հայաստան տղամարդ կյավոչ, Սերոժ Սարգսյանն էլ նույնպես։ Հիմա ուզում է նորից պաշտոն ստանա, հայերը ուր են նայում, ես չեմ հասկանում։ Իհարկե դուք գիտեք, ում ուզում եք ընտրեք, դուք գիտեք, դա ինչ չի վերաբերվում, բայց դերից ճիշտը խոսենք, Փաշինյանն ու Քոչարյանը նույնն է, դե թող Քոչարյանի տղեն էլ թող պատերազմ կնա, թող զոհվեր,
պատգամավոր է ընտրվել, պատգամավոր։ Այդ մյուս մարդիկ մնացել են, սա երեկվա տղեն պատգամավոր է։ Ու խոսում է, ինչ որ ուզում է, այդ էլ ասում է։ Խեղճ Փաշինյանը չգիտի ոնց պատասխանի։ Կրվի է դուրս գալիս։ Հայաստան տղամարդ կյա ոչ եւ ուզում եք նորից սրան ընտրեք։ Էլի պատերազմ եք ուզում, հա։ Իհարկե ես պատերազմի դեմ եմ։ Ոչ հայերից եմ զոհում, ոչ էլ ադրբեջանցիներից։ Ում է պետք։ Հարևան ենք, հարևանի պես էլ պետք է ապրենք, բայց առաջին հերթում սահմանադրությունը փոխեք եւ մի քանի օր սրանից առաջ թերթում էի Սուսաննա Սաֆարյան կար, Ժահմարյանի երգն էր երգում, շատ դուրս եկավ, այդ երգով ես նորից վերադարձա իմ հայրենիք, իմ հարազատ տունը, չգիտեմ ապագայում կստացվի, չի ստացվի, չգիտեմ, բայց խաղաղություն եմ ուզում բոլոր դեպքերում խաղաղություն եմ ուզում եւ սահմանադրությունը փոխեք, ոչ մեր պարոն Իլհամ Ալիևը նախագահը անգամներով ասել, ոչ մի պահանջ չունենք Հայաստանի դեմ տարածքներից, ոչ մի պահանջ չունենք, էլ ինչ եք ուզում, ձգձգում եք այն կողմ, ձգձգում եք այս կողմ, ում է պետք, ինչի է պետք, ուրեմն մի խոսքով ես էլի նորից դիմում եմ պարոն Փաշինյանին եւ իր անձնակազմին ընդհանրապես հայ ժողովրդին եմ դիմում, սահմանադրությունը փոխեք, ամեն ինչ լավ կլինի, գնալ գալ լինի, խաղաղություն լինի, թե ադրբեջանցիներին, թե հայերին խաղաղություն եմ մատուցում, ստեսություն եմ ասում ձեզ, բարի օրեր։